Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը, հայ ազգի ամենակարևոր ժառանգությունը, որը կարող է երբևիցե ունենալ որևէ ազգ, առաջին հերթին իր մշակութային ժառանգությունն է, որի կարոտով է նաև, որ հաճախ մենք կարողանում ենք անվանակոչել այլ քաղաքները մեր կարոտի անունով։ Նոր ջուղան, նոր ջուղայի օրերի մասին ենք խոսելու այսօր, քանզի հենց այս օրերին Երևանում իրականացվում է Իրանահայ համայնքին նվիրված նոր ջուղայի օրեր խորագրով միջոցառումների հրաշալի մի շարք, որի հիմնական կազմակերպիչ եւ այդ ծանր պատասխանատվությունը իր ուսերին է կրելու Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը։ Այս եւ մի քանի այլ հետաքրքիր միջոցառումների մասին ենք խոսելու այսօր։ Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Հրավիրենք մեր առաջին հյուրերին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ այլ հոգեվոր կառույցների հետ կապերի բաժնի պետ Վլադիմիր Պողոսյանին։ Բարի երեկո։ Համեցեք, պարոն Պողոսյան, նախ ներկայացնենք նոր ջուղայի օրեր ծրագիրը, ինչ այն իրենից ներկայացնում եւ քանի օր ենք մենք վայելելու այս օրերի ընթացքում տեղի ունեցող միջոցառումները։ Սա արդեն բարի ավանդույթ է դարձել։ Մենք մինչ այդ իրականացրել ենք, կազմակերպել ենք Ստամբուլի օրերը Հայաստանում եւ բացի դրանից նաեւ Իրանի օրեր Հայաստանում։ Սա երրորդ նմանատիպ ծրագիրն է, որը սկսվելու է ամսի 21-ին, մայիսի 21-ին Աննա Մայիլյանի Իրանահայ կոմպոզիտորների ռոմանսներ համերգով Գաֆեսճան արվեստի սրահում եւ տևելու է մինչեւ մայիսի 24-ը եզրափակիչ համերգով։ Հիմա արդեն խոսենք մասնավորապես նոր ջուղայի օրերի մասին, որովհետեւ եթե չեմ սխալվում, առաջին անգամ է հենց նոր ջուղային նվիրված միջոցառումների այս շարքը։ Այո, եզակի միջոցառում է, որովհետեւ ուղեկցում է եւ գիտաժողովով, միջազգային գիտաժողովով, ցուցահանդես ձեռագրի մատյանների եւ համերգ ցուցադրությամբ։ Նախ խոսեմ ծրագրի ցուցահանդեսի եւ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի եւ գիտաժողովի մասին, որը տեղի ունենալու մայիսի 23-ին Մատենադարանում կազմակերպել ենք Սփյուռքի նախարարության Մատենադարանի եւ Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի համատեղ ջանքերով։ Եվ Մատենադարանում ցուցադրվելու է Իրանից, այսինքն նոր ջուղայից բերված ձեռագիր մատյան եւ մի շարք ձեռագիրային մատյաններ նույնպես, թվով 30 մոտավորապես։ Ցուցադրությունից բացի լինելու է նաև գիտաժողովը միջազգային, որը նվիրված է նոր ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Հովսեփ Արեմատացի եկեղեցուն եւ նրա դերը ընդհանրապես իրանահայության համայնքի կյանքում։ Եթե գաղտնիք չի, գիտենք, որ 1604-ից 1606 թվականներին, երբ արդեն նոր ջուղան հիմնադրվեց, ցավոք բռնագաղթի պատճառով, այսինքն Շահ Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթից հետո եւ այդ ամբողջ պատմությունը եւ նոր ջուղայի մշակութային, կրթական, գիտական ընդհանրապես գործունեությունը կենտրոնացել է եկեղեցու շուրջ։ Այսինքն Սուրբ Հովսեփ Արամաթացի եկեղեցու իրականացմամբ այդ ամբողջ ժամանակահատվածում եւ խոսվելու է եկեղեցու մասին, խոսվելու է ձեռագրերի մասին։ Մենք հրավիրել ենք Ամերիկայից ձեռագրեր վերցանող Անի Բաբայանին, որը առանձին զեկուցում է ունենալու գիտական, հրավիրել ենք Շերլի Ավետյանին, որը մեծ գործ է կատարում Իրանում, հայրենասեր շատ Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հուշարձանների, կոթողների պահպանության կենտրոնի տնօրենն է եւ ես քիչ առաջի խոսքում ասեցի, որ խոսվել է Իրանի օրեր ենք անցկացրել եւ Շերլի Ավետյանը հավաքագրել է բոլոր մեր հայկական եկեղեցիները Իրանում, պատրաստել է նրանց մասին տեղեկանքներ եւ ներկայացված են ներկայումս, որպեսզի հետագայում անընդմեջ ճանաչվեն որպես համաշխարհային ժառանգության նմուշներ, եկեղեցիներ, այսինքն կառույցներ։ Շերլի Ավետյանն է խոսելու եւ իհարկե մեր հյուրերից մեկը Ավո Հովհաննիսյանը, որը ձեռագրեր հավաքագրող է եւ մեծ գործ է կատարել, ձեռագրեր է հավաքել, ինչպես նաեւ այլ մատյաններ, պատմական այլ գրքեր եւ ուղարկել Հայաստան, որպեսզի հայ ժողովուրդը իր ժառանգությանը տեր կանգնի, այսինքն այնտեղից ուղարկվել է այստեղ, ներկայացվել է պատմության թանգարանում, Մատենադարանում եւ դրանք հիմա մեզ են պատկանում։ Պարոն Պողոսյան, այս միջոցառումների շարքը շրջանակը ձեր կարծիքով կբերի փոփոխություն իրազեկման առումով, թեկուզ, որովհետեւ շատերը անգամ չեն կարողանում տարբերակել նոր ջուղան, հին ջուղա։ Այո, անպայման եւ ծրագրի նպատակն է հենց դա։ Առաջին հերթին նպատակն է
ծանոթացնել հասարակությանը, հանրությանը, ժողովրդին ճյուղայի ընդհանրապես կրթական, գիտական, մշակութային դերի մասին, որպեսզի հասկանան, թե ինչպիսի մեծ մշակութային ժառանգություն է թողել նոր ջուղան ընդհանրապես իրանահայության կյանքում եւ ամբողջ Սփյուռքի կյանքում։ Մենք ջուղայեցի կաթողիկոսներ ենք ունեցել, 2 կաթողիկոս ենք ունեցել, Հակոբ 4-րդ ջուղայեցի, Ալեքսանդր առաջին ջուղայեցի, որոնք ոչ միայն Իրանում եւ մասնավորապես Մերձավոր Միջին Արևելքում են մեծածավալ գործունեություն իրականացնել, այլ ամբողջ Սփյուռքում։ Շնորհակալություն, թույլ տվեք ներկայացնել արդեն մեր տաղավարում ներկա գտնվող մարդկանց, նրանցից յուրաքանչյուրը անում է ամեն ինչ, որպեսզի այս ծրագիրը լինի ավելի լիարժեք, ավելի հետաքրքիր եւ բովանդակային։ Այս կողմում ներկայացնեմ Աննա Մայիլյան վոկալ ստուդիայի սան, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, երգիչ Արմեն Մկոյանին։ Բարի երեկո։ Շնորհակալություն գալու համար։ Արմեն, կարող եք ասել, որ ծրագրի շրջանակներում եք ելույթ ունենալու եւ այսօր հենց երեկոյան, եթե չեմ սխալվում, մենք կարող ենք վայելել գեղեցիկ համերգը, որտեղ եւ երբ է կայանալու։ Այո, այսօր երեկոյան ժամը 8-ին Գաֆէսճեան արվեստների միության համերգային սրահում տեղի կունենա համերգ նվիրված իրանահայ կոմպոզիտորների համերգի բովանդակությունը ծրագիրը ներկայացնում է իրանահայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, վոկալ ստեղծագործությունները։ Ուրեմն համերգի գաղափարը հիմնականում Աննային Մայիլյան, քանի որ նա շատ հաճախ է այցելում նոր ջուղա համերգային շրջագայությունները, այսպես ոգևորված է այդ ամենով եւ Սփյուռքի նախարարությանը հետ, դեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը, շնորհիվ նրանց աջակցեցին, որ տեղի ունենա այդ համերգը։ Եվ այսպես համերգին ելույթ կունենա Աննա Մայիլյանը, ելույթ կունենամ ես, Արմեն Մկոյանս եւ մեզ կնվագակցի Էլեն Կիրակոսյանը դաշնամուր։ Շնորհակալություն, բացի ծրագրից, որը հիմա կխնդրեի փոքր շատ է ներկայացնեք, նաեւ ասենք ժամը։ Ժամը 8-ին։ 8-ին։ Այո։ Ժամը 8-ին ինչպիսի ծրագիր է։ Իրանահայ կոմպոզիտորներ։ Այո, իրանահայ կոմպոզիտորներ Նիկոլ Գալանտերյան, Վարուժան Պարթևյան, Համբարձում Գրիգորյան։ Նիկոլ Գալանտերյանը մեր հասարակությանը բավականին ծանոթ եւ սիրված է, իսկ Վարուժան Պարթևյանն ու Համբարձում Գրիգորյանը այդքան էլ չէ։ Եվ մեր նպատակն է ինչքան հնարավոր է ներկայացնենք եւ սիրվեն մեր հասարակության կողմից շատ անմիջական եւ շատ ջերմ երեկո տեղի կունենա, իդեպ ասեմ ռոմանսներն են շատ գեղեցիկ, շատ լավ ռոմանսներ են, այնպես որ սիրով հրավիրում եմ բոլորին։ Շնորհակալություն, ես ակամայից հիշեցի Հովհաննես Բադալյանի գեղեցիկ մեկնաբանությունները հենց էլի Նիկոլ Գալանտերյանի բոլոր այն ռոմանսների, որոնք մենք հիմա լսում ենք հաճույքով եւ նաեւ հենց իրանահայ հանդիսատեսի այդ սիրուց ծնված մարդ էր։ Ներկայացնենք մեր մյուս հյուրերին, Սփյուռքի նախարարությունը այս օրերին շատ մեծ եւ ծանր գործ ունի անելու եւ պետք է ասել, որ նրանք պատվով են դուրս գալիս այս ծանր կացությունից։ Մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, բարի երեկո, եւ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, բարի երեկո։ Տիկին Սիրվարդ, ջուղայի նոր ջուղայի օրեր, սա իհարկե մի փոքրիկ մասն է այն ամբողջ լայնածավալ գործունեության, որը կատարում է Սփյուռքի նախարարությունը։ Ես կխնդրեի մի քիչ շեղվելով գնանք այն ամենին, ինչը որ կատարվում է տարվա կտրվածքով եւ հասկանանք ամառային սեզոնին ինչպիսի նոր ծրագրեր են իրականացվելու, որից հետո գանք վերադառնանք։ Այս տարի մենք շարունակում ենք իրականացնել եւ այս օրերի նախապատրաստական փուլերում են գտնվում մի քանի խոշոր ծրագրեր։ Իմ Հայաստան համահայկական մշակութային փառատոնը, որն իր մեջ ներառում է մի քանի մշակութային խոշոր միջոցառումներ, այդ թվում պարարվեստի օրեր, խմբերքային արվեստի օրեր, հայ երգի օր, որով մենք կավարտենք, դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոն եւ ասմունքի օր։ Միջոցառումը մենք սկսելու ենք բացման հանդիսավոր շքեղ արարողությամբ համերգով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում եւ հուլիսի 1-ին հուլիսի առաջին 2 շաբաթը կնվիրենք մենք պարարվեստի օրերին, իսկ ավարտը սեպտեմբերի 26-ին Կոմիտասի ծննդյան օրը
մեզ մոտ արդեն վճռվել է ավանդաբար այդ օրը հայ երգի օր նշել եւ դրանով կամփոփենք ամբողջ փառատոնը եւ փառատոնի ժամանակ ոչ միայն Երևանը կներգրավվի, այլ բոլոր մարզերում տեղի կունենան համերգային միջոցառումներ, ծրագրեր, մոտապես 1500-ից 2000 մասնակից ենք մենք սպասում եւ խմբերով եւ անհատ կատարողներով, բավական հետաքրքիր համերգային ծրագրերից զատ գիտագործնական կոնֆերանսներ տեղի կունենան։ Ինչ են տալիս մեզ այդ գիտագործնական կոնֆերանսները։ Սրանք զուտ հենց արվեստին, հենց տվյալ ուղղությամբ, տվյալ նեղ մասնագիտական, իհարկե եւ փորձի փոխանակում եւ վարպետության դասերի փոխանցում մեր վարպետների կողմից, դա լինի ուրեմն պարարվեստի գործում, խմբերքային արվեստի գործում եւ մնացած բոլոր արվեստի մեր ճյուղերում, հատկապես դուդուկը մեծ հեղինակություն վայելող մեր արվեստի ճյուղերը մշակույթը եւ ներկա ոչ միայն համախումբ դարձնելու այստեղ եւ աշխարհով մեկ գործող փայլուն խմբերին բերել մայր հայրենիք եւ Հայաստանը դարձնել Հայաստանակենտրոն մեր մշակույթը, այլև նոր լիցք եւ խթան տալ, հաղորդել դրսում հայապահպանության գործին, մեր մշակութային արժեքների եւ հայ ինքնության պահպանման գործին լծված հենց այդ համույթներին, խմբերին, անհատ մարդկանց, ովքեր պահպանում են մեր մշակութային արժեքները, տարածում ու զարգացնում։ Շնորհակալություն, նոր ջուղայի օրեր մշակութային ձեռնարկը կարելի ասել ընդամենը մի փոքրիկ կաթիլ է, որպեսզի եւս մեկ անգամ մենք անդրադառնանք մեր պատմությանը, մասնավորապես մշակութային պատմությանը եւ հասկանանք ի վերջո ով ենք մենք աշխարհի եւ դարերի պատմության ընթացքին։ Կարճատև դադարից հետո մարդկային գործոնը կշարունակի իր եթերը։ Իրանում ընդհանրապես ոչ միայն Սպահանում, Նոր Ջուղայում, Թեհրանում, Թավրիզում, բոլոր քաղաքներում աչքի լույսի պես այսպես ասած, պահում են մեր եկեղեցիները։ Նոր Ջուղայի վաճառականները ստեղծեցին մի բացառիկ մշակույթ, որով նույնիսկ ես գիտեմ, որ ժամանակակից շատ տնտեսագետներ, առևտրականներ առաջնորդում են։ Բայց եւ այնպես անկումը ակնհայտ է Նոր Ջուղայում եւ մշակութային եւ տարբեր ոլորտներում։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է Նոր Ջուղայի օրեր մշակութային օրերին, սա մասնավորապես, իսկ այս պահին հրավիրենք մեր հաջորդ հյուրին, մարդ, ով հստակ կներկայացնի Նոր Ջուղայի պատմությունը, կարոտը եւ այն ամենը, ինչը հավաքագրել է։ Մեր հյուրն է Նոր Ջուղայցի մշակութաբան Ավո Հովհաննիսյանը։ Համեցեք։ Բարի երեկո, շնորհակալություն գալու համար, պարոն Հովհաննիսյան։ Ես այն երջանիկներից եմ, ով 2006 թվականին նաև պատիվ ունեցավ գտնվելու Սպահանում, դուք ինձ ուղեցիք, որ դա Նոր Ջուղան է։ Ես կխնդրեի բերենք այդ անվանման ծագումնաբանությունը եւ հասկանանք տարբերակելու համար, հա, Ջուղան եւ Նոր Ջուղան, որովհետեւ հանդիսատեսից շատերը գուցե շփոթեն։ Ուղղակի Նոր Ջուղայեցիք այն Նախիջևանի հին Ջուղայի տարածքից բռնակախտվածներն են, որ Շահբազը իրանց հատուկ տարածք տրամադրեց, որ հին ջուղայեցիները այդ տարածքում երևի ապրեն, որովհետև այդտեղ կային խոջաններ, Պարսկաստանի առևտրի ծաղկման համար նրանք շատ կարևոր լծակներ էին եւ ջուղայեցիները հարմար իմացան իրանց կապերը չխզել անցյալի հետ եւ հին ջուղան վերանվանեցին Նոր Ջուղա։ Շնորհակալություն, կարծում եմ սա հստակեցվեց։ Պարոն Հովհաննիսյան, դուք խնդրեցիք, որպեսզի ձեզ չներկայացնենք որպես կոլեկցիոներ, որովհետև դուք հավաքագրում եք այն ամենը, ինչ մենք ունենք մշակութային առումով, որպեսզի հետո հանձնեք։ Ինչ եք հավաքագրում, ինչպես եք դա պահպանում եւ ում եք հետագայում փոխանցելու այդ մեծ ժառանգությունը։ Փաստորեն ես իմ հավաքագրումը դա արել եմ երևի շատ վաղ երիտասարդական շրջանից եւ իմ միակ նպատակն է եղել, որ մեր մշակութային արժեքները, որ Սփյուռքի մեջ
փոխվում է, անհետանում է եւ մենք կարողանանք դրանք փոխադրենք Հայաստան, որտեղ մեր մշակութային արժեքները կպահպանվի եւ մեր ժողովրդի անվան տակ կպահպանվի եւ գիհիշվի եւ կուսումնասիրվի։ Ես իբրև կոլեկցիոներ չեմ ներկայանում, որտեղ իմ նպատակը դա չի եղել եւ միշտ մտածել եմ ինչ որ ժամանակավոր ես պահում եմ, դա իմ սեփականությունը չի եւ իմ հայրենիքի սեփականությունն է։ Ինչ է մտնում այդ մեծ հավաքածուի մեջ։ Այդ մեծ հավաքածուի մեջ է մտնում ձեռագրեր, արխիվային նյութեր, ազգագրական նյութեր, Սփյուռքում տպված գրքեր, ամենահնատիպ գրքերից միջև որ 20-րդ դարի երևի վերջերը, ձեռագործներ, ինչու՞ չէ նաև գրական հավաքածոներ, գրողների գրական հավաքածոներ։ Սա եղել իմ ընդհանրապես հավաքածոների բովանդակությունը։ Շնորհակալություն, մենք դեռ էլի կմանրամասնենք։ Տիկին Էվելինա, մենք նշեցինք Սփյուռքի նախարարության գործունեության լայն սպեկտրը եւ տարբեր ուղղությունները, եւ դրանցից ոչ պակաս կարեւոր է նաեւ գրքերի թողարկումը, արտադրությունը, գրքերի տպումը։ Ես կխնդրեի պատմեք այս թողարկումների մասին, որներ առիթը, ինչ բովանդակություն ունեն եւ նաեւ ովքեր են աջակցել։ Այո, Սփյուռքի նախարարությունը իրականացնում է նաև հրատարակչական աշխատանքներ, հրատարակում է այդ դուք ցույց եք տալիս տարեգիրքը, որ ամեն տարի Սփյուռքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները ներառվում են եւ այնքը հանրագիտարանային աշխատություն է եւ ներկայացնում է նաեւ զանազան տեղեկություններ սփյուռքյան կառույցների, կազմակերպությունների, համահայկական կառույցների վերաբերյալ ձեր ձեռքի մյուս մեծ մոնումենտալ աշխատությունը դա մի հրաշալի աշխատանք է եւ որ Մխիթարյան միաբանության հայրերը հավաքել են New York Times թերթի մինչև ցեղասպանությունը եղած հրապարակումները եւ գիտական մշակման ենթարկելով հրատարակել են նախարարության աջակցությամբ։ Նախարարությունը նաեւ գիտական կառույցների հետ է համագործակցում Երևանի պետական համալսարանի նորավանք գիտակրթական հիմնադրամի ինչպես նաև մյուս ակադեմիայի ինստիտուտների հետ եւ նախարարության պատվերով կատարվում են հետազոտություններ, հրատարակվում են բազմաթիվ աշխատություններ սփյուռքյան համայնքների, համայնքական հիմնախնդիրների, տարբեր Հայաստան սփյուռք գործակցության առնչվող խնդիրների վերաբերյալ։ Ես այստեղ կարդում եմ հետաքրքիր գլխագրեր են, կա Սուլթանի նախագիծը, այստեղ կան հայերի տանջանքները, մասնակի ջարդերը, ավելի մեծ ջարդերը, իհարկե անգլերեն է այս գիրքը, սա ունի երևի մեծ լավ ծառայություն, որովհետև շատերն են բողոքում Սփյուռքում, որ մենք չունենք անգլալեզու այնպիսի գրականություն, որը ներկայացնի մեր պատմությունը եւ մեր ցավալի կողմերը պատմության։ Պարոն Պողոսյան։ Ես ուղղակի կուզենայի ավելացնել գործընկերուհու ասվածին, սա եզակի է այն առումով, որ նախ իր Մխիթարյան հայրերը, որ ասվեց Հայր Վահան Վարդապետ Օհանյանը եւ Ոսկան Մխիթարյանը միասին կազմել են հավաքագրել են արխիվային նյութերը, որոնք մինչ այդ պահված է եղել ընդհանրապես արխիվում եւ չի բացահայտվել եւ բացի դրանից սա հատուկ մտադրվել են տպագրելու, որպեսզի հետագայում բոլոր երկրներում տարածվի, բոլոր երկրներում հենց ձեր ասվածը օտարալեզու գրականությունը եւ ներկայումս պատրաստվում է եւս մեկը Washington Post թերթի արդեն բոլոր ցեղասպանության մասին վկայությունները, այսինքն այդ ժամանակ 1890-ական թվականներից մինչև 1914 թիվը թերթը ինչ տպագրել է ցեղասպանության մասին, այդ ամենը հավաքագրում են, որը մեծ հստակական աշխատություն է։ Այո։ Այո, եւ հետագայում նույնպես շարունակելու են, իսկ նախարարությունը համագործակցելով նրանց հետ ֆինանսավորել է այս ամբողջ գրքի տպագրությունը, իհարկե կառավարության բյուջեի հաշվին։ Որքան է տպաքանակը։ Մոտավորապես 2000 օրինակ, որից 1000-ը արդեն մենք բաժանել ենք եւ այստեղ եւ ամբողջ աշխարհում գործող երկրների դեսպանատներ, մեր դեսպանատները օտար երկրներում, այլ երկրներում եւ այստեղ Հայաստանում դեսպանատներին եւ բացի դրանից նաեւ բոլոր գիտական
կենտրոնների, մշակութային կրթական կենտրոններին, ներկայումս ունենք եւս 1000-ը, որը նպատակահարմարության դեպքում կբաժանենք հասցեատերերին։ Սա ուղղակի ինքնանպատակ բաժանելու գիրք չի, սա հատուկ նպատակադրված ձևով, ասենք գիտնականներին, ուսումնասիրողներին եւ իհարկե քաղաքականության համար։ Նաև ուսանողներին, որոնք նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորող UCLA-ում սովորող շատ ուսանողներ իրենց գիտական աշխատանքներում սա կարող են օգտագործել, բայց արդյոք ժամանակակից տարբերակը ինտերնետային առումով մենք ունենանք Վիկիպեդիայում։ Նախարարությունը այժմ Վիկիմեդիա Հայաստան կառույցի հետ համագործակցում է, այո, եւ մենք արդեն հանդիպել ենք, նրանք workshop են կազմակերպել նախարարության աշխատակիցների համար, որպեսզի մենք եւս իրականացնենք մեկ հայ, մեկ հոդված ծրագիրը նրանց, եւ բացի դա նախարարության հրատարակած աշխատությունները մենք տրամադրելու ենք, որպեսզի նրանք ընդգրկեն Վիկիպեդիա Հայաստանում, ինչպես նաև այդ մոնումենտալ աշխատությունը, եւ ուզում եմ ասել, որ կա այդ միտումը, որ տարբեր երկրներում սկսել են հավաքագրել փաստաթղթեր, թղթեր, արխիվներ, հրապարակումներ ցեղասպանությանը վերաբերող, վերջերս Հունաստանից մենք հյուրեր ունեինք, ովքեր Արմենիկա ամսագրի խմբագիրը, ովքեր կայք են պատրաստել եւ կայքում արդեն տեղադրում են Հունաստանում ցեղասպանությունից հետո եղած հրապարակումները, տարբեր փաստաթղթեր, լուսանկարներ, վավերագրեր եւ այլն։ Այնպես որ միտումը կա, դրանով զբաղվում են նաեւ հայագիտական կենտրոնները Սփյուռքի, ինչպես նաեւ ցեղասպանության ինստիտուտները, Անկան, Անին եւ մյուս կառույցները։ Ուզում եմ ավելացնել, որ նախորդ 5 եւ ավելի տարիների ընթացքում նախարարության ստեղծումից ի վեր ավելի քան 6 տասնյակ այսպիսի գրականություն է ստեղծվել սփյուռքագիտական համայնքների խնդիրներին նվիրված, հայագիտական ուսումնասիրություններ, հետազոտություններ, տեղեկատվական վերլուծական նյութեր, մեր բոլոր համաժողովների նյութերի ժողովածուներն են հրատարակվել, որոնք բավական մեծ լայն արձագանք են գտնում ոչ միայն հայաստանյան, այլև սփյուռքյան կառույցների կողմից, մասնագետների կողմից աշխատանք է տարվում միաժամանակ նաև սփյուռքյան մեր մասնագետների հետ միասին, բացի հայաստանյան կառույցների, համապատասխան գիտահետազոտական հաստատությունների հետ աշխատանքներից եւ այս աշխատանքները բավական լայն լուսաբանում են սփռում շատ ու շատ խնդիրների վրա եւ օգտակար են միաժամանակ հատկապես համայնքների խնդիրների եւ այդ խնդիրների լուծմանը նվիրված շատ ու շատ գրքերում հրատարակություններ։ Ես հուսով եմ, որ կգա ժամանակ, որ այն ազնիվ լրագրողները, որոնք փնտրում են ու գտնում են հետաքրքիր նյութեր եւ նաեւ մշակութային իրադարձություններ եւ ստեղծում են հոդվածներ, այդ հոդվածները առավել շատ դիտումներ կապահովեն, քան ինչ որ կեղտոտ բամբասանքային նորություններ, որոնք իրականում որևէ մեկին հետաքրքիր չեն, ովքեր են լուսաբանելու այս օրերը։ Իդեպ նախարարությունը նաև մի այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որ երիտասարդ ուսանողները, երիտասարդությունը հնարավորության սահմաններում ցեղասպանության վերջին մոհիկանների հիշողությունները կարողանան հավաքագրել, ներկայացնել դրանք հավուր պատշաճի եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ ժողովածուներով, որը այդ նույն աշխատանքը արդեն անում են տարբեր կառույցներ եւ արձագանքը մեծ է։ Երևանի պետական համալսարանում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց տարիներ առաջ սփյուռքագիտության ամբիոնը, մագիստրոսական ծրագրով ուսանող երիտասարդները այսօր այդ նախարարության հետազոտությունների հիման վրա եւ դրանց օգտագործելով դրանք որպես սկզբնաղբյուր բավական մեծ թվով հետազոտություններ են սկսել եւ աջակից են նաեւ շատ ու շատ հետազոտությունների համատեղ կոլեկտիվ իրականացման ուղղությամբ։ Շնորհակալություն, վերադառնանք մշակութաբան պարոն Ավո Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյան, իմ ձեռքում երկու գրքերն են, երկուսն էլ հայատառ, հայերեն, ինչը շատ ուրախալի է, սակայն կխնդրեի բովանդակային առումով ներկայացնեք եւ ինչ են իրենցից ներկայացնում։ Ուրեմն առաջին գիրքը Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարումն է, որտեղ ներկայացնում ենք մեր գեղարվեստի բարձրագույն ոճը 17-18-րդ դարերում, որը կայացել է Նոր Ջուղայում եւ
մասնավորապես բաժանում ենք երկու մասի, որմնանկարչությունը կրոնական եւ ժողովրդական, ինչպես կասենք, այստեղ կրոնականը արդեն հին եւ նոր կտակարանների թեմաներն է, որ եկեղեցիների մեջ է օգտագործում, իսկ մյուս դեպքում լինում են դիմանկարներ, լինում են բնապատկերներ, լինում են բնությունից շատ գեղեցիկ տեսարաններ, ազգագրական նյութեր, ավելացնեմ ամեն մի խոջա իր նախասիրությամբ եւ իր ճաշակով պատվիրում են ժամանակակից որմնանկարիչներին, այնինչ որ իրանց ճաշակով է։ Հետաքրքիրն այն է, որ երևի եղած խոջայական ապարանքներում երբևիցե կրկնողություն մենք չենք տեսնում։ Այստեղ լինում են կենդանական աշխարհից բոլոր կենդանիները, լինում են մարտական տեսարաններ, խնջույքի տեսարաններ, իսկ դիմանկարների մեջ ակնհայտ երևում է շատ երևելի ժամանակակից շատ երևելի մարդկանց դիմանկարներ, ինչպես Խոջա Սուլթանի տանը մենք տեսնում ենք Իսրայել օրի ցարի, այո, Իսրայել օրի, նաև Պետրոս ցարի առաջին դիմանկարները։ Ուրեմն այդ ժամանակաշրջանում Պետրոսի դեսպանությունն է իր վրա վերցրել Իսրայել օրին, Պարսկաստանի շահի հետ բանակցելու եւ յուրասիրվում է Խոջա Սուլթանի տանը եւ նրա պատվին այդ երկու պատկերը նկարվում է։ Իսկ մյուս ապարանքներում կան Շահբաս առաջին, երկրորդի դիմանկարը, կա Խոջաների իրենց կնոջ հետ ազգային տարազով նկարներ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, կխնդրեի խոսենք նաև դարձ արմատներին գրքի մասին։ Դարձ արմատների գիրքը սա իմ կենսամատենագիտությունն է, պարունակում է մի քանի էջը իմ կենսագրականը, իսկ մյուս լայնածավալ տեղեկություններն է այն իմ նվիրատվությունների Հայաստանի տարբեր հաստատություններին։ Այն նպատակն է եղել, որ այս գրքով մեր ուսումնասիրողները հնարավորություն ունենան նայելու, թե որ մի թանգարանում, որ մի գրադարանում ինչ կա, եւ իրանց հետաքրքիր նյութը ուղղակի մատյանի համարներով այստեղից վերցնեն, մոտենան եւ օգտագործեն ուսումնասիրությանը։ Հետաքրքիր է, որ գրքերը երկլեզու են, որը ինչը հնարավորություն է տալիս անգլախոս մարդկանց եւս տեսնելու, որտեղ մեր թանգարաններում, գրադարաններում ինչ կա եւ նաեւ հասկանալու ինչ բովանդակություն ունեն։ Պարոն Հովհաննիսյան, եւս մեկ հարց։ Դեռևս հարցս բոլորիդ է ուղղված, դեռևս 1 տասնամյակ առաջ Ջուղայում, խոսքը հին Ջուղայի մասին է Նախիջևանի տարածքի, հաշվում էր մինչեւ 10,000 խաչքար։ Ներկայումս, չգիտեմ կոնկրետ 2014 թվականի տվյալներով, բայց մինչև 2-3 տարի առաջ այդ թիվը իջել էր մոտ 2000-ի, 2005-ի։ Ինչպիսին է իրավիճակն այսօր եւ արդյոք մենք ունենք տեղեկություններ, թե մնաց 2006 թվականի այդ աղմկալի իրադարձությունը Ադրբեջանի կողմից։ Պարոն Պողոսյան։ Իմ տվյալներում ներկայումս գրեթե ոչինչ չկա, որովհետեւ վերացվել է ու շատ ճիշտ էր, շատ ճիշտ նկատառում էր։ Հիմա մենք խոսում ենք Նոր Ջուղայի մասին, խոսում ենք Նոր Ջուղայի օրերի մասին եւ պետք է նկատել, որ Իրանում ընդհանրապես ոչ միայն Սպահանում, Նոր Ջուղայում, Թեհրանում, Թավրիզում, բոլոր քաղաքներում աչքի լույսի պես, այսպես ասած, պահում են մեր եկեղեցիները։ Ես նույնիսկ ցավով կարող եմ ասել, մի քիչ խոստովանեմ, ավելի լավ, քան մեր ինչ-որ մի տարածքներում պահվող եկեղեցիներն են։ Նրանցից մի քանիսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում են ընդհանրապես, եւ այստեղ զուգահեռները անցկացնենք մեր մյուս հարևան երկրի հետ, հին Ջուղան արդեն, որը ընդհանրապես չկահավերվել է, այսինքն վերացվել է։ Նոր Ջուղան, որը ծաղկում է, զարգացում է ապրում եւ մշակույթ է ստեղծում, մշակույթ է թելադրում, մշակութային ոճ է թելադրում, իսկ Նոր Ջուղան, որը պետք է գոնե ուղղակի ասենք պահվեր որպես հիշողություն կամ ժառանգություն, ներկայումս չկա։ Խաչքարերը նույնպես չկան, այս վերջի մոտավորապես 2 տարի առաջ տվյալներով ընդհանրապես բոլորը ավերված են։ Սա իհարկե այն պատասխանները, որ ես կցանկանայի չլսել կամ չլսել այս տեսակով, չնայած շնորհակալություն տվյալների համար, կարճատև դադարից հետո մենք կշարունակենք, այսօր խոսում ենք մեր պատմամշակութային արժեքների մասին։
նոր ջուղայի վաճառականները ստեղծեցին մի բացառիկ մշակույթ, որով նույնիսկ ես գիտեմ, որ ժամանակակից շատ տնտեսագետներ, առևտրականներ առաջնորդում են։ Բայց եւ այնպես անկումը ակնհայտ է նոր ջուղայում եւ մշակութային եւ տարբեր ոլորտներում։ Մարդկային գործոնն է եթերում եւ անշուշտ մարդկային գործոնն է կարեւորվում մշակութային արժեքները պահպանելու եւ բարձրացնելու մեջ, իրազեկելու մարդկանց, որ մենք ունենք այսպիսի ժառանգություն եւ իհարկե դրանք եւս մեկ անգամ ներկայացնելու։ Տիկին Նևելինա, անդրադառնալով նոր ջուղայի օրերին, պիտի ասեմ, որ շատ կարեւոր է այս միջոցառումը այն իմաստով, որ մենք ծանոթացնում ենք, ճանաչելի ենք դարձնում Սփյուռքում ստեղծված պատմամշակութային բարձրարժեք ժառանգությանը, կարելի ասել ֆենոմեններին, որովհետև նոր ջուղան իրոք ֆենոմեն, ես ուզում եմ լրացնել պարոն Հովհաննիսյանին եւ ասել, որ նոր ջուղայի վաճառականները ստեղծեցին մի բացառիկ մշակույթ եւ նրանք կարողացան բարոյական կոդեքս ստեղծել օրենսգիրք, որով նույնիսկ ես գիտեմ, որ ժամանակակից շատ տնտեսագետներ, առևտրականներ առաջնորդում են եւ նրանց ստեղծած այդ միջավայրը, առողջ գործարար միջավայրը նպաստեց, որպեսզի նրանք մեծ համբավ ձեռք բերեն եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում, Հնդկաստանում բոլոր երկրներում, ինչպես նաև Վենետիկում եւ ստեղծել հարստություն եւ մտածել նաև այդ հարստությունը վերածել պատմամշակութային ժառանգության, զարգացնել հայ արվեստը։ Մենք ունենք նաև այնպիսի հրաշալի դարձյալ բացառիկ ֆենոմենալ երևույթներ, ինչպիսին Մխիթարյան միաբանությունն է, Զմառի վանքը, Երուսաղեմի ուրեմն հայկական պատրիարքության ժառանգությունը, ինչպես նաև համայնքային զանազան համայնքներ կան, որտեղ իրոք ստեղծվել են բացառիկ, ինչպես ասենք Սինգապուրի հայ համայնքը, որի պատմություն ուսումնասիրելով ես միայն հպարտություն ու զարմանք ապրեցի, որովհետև ինչքան հայ է եղել, բոլորը կայացած, բոլորը մեծահարուստներ եւ բոլորը իրենց ժողովրդի մշակույթի կրողներ են եղել։ Նախարարությունը պետք է ասեմ, որ բացի նոր ջուղայի օրերից շատ թեժ շաբաթ է այս շաբաթ եւ մի շարք այլ միջոցառումներ ունենք, ներկայացնեմ այդ միջոցառումները, ուրեմն ինչպես գիտեք 2011 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, իսկ Սփյուռքում ստեղծվեցին 45 տարածաշրջանային հանձնախմբեր։ Նախարարությունը բնականաբար աշխատում է այդ հանձնախմբերի հետ եւ մեր նախարար այդ պետական հանձնաժողովի անդամ է։ Վերջերս Եվրոպայում Բրյուսելում ապրիլի սկզբին նախարարը հանդիպեց կլոր սեղան քննարկում տեղի ունեցավ Եվրոպայի տարածաշրջանային կառույցների հետ, իսկ այս մայիսի 26-ին Երևանում տեղի ունենալու այդ տարածաշրջանային հանձնախմբերի ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների եւ ներկայացուցիչների համաժողովը քննարկվելու են համահայկական խնդիրներ, տարածաշրջանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ներկայացվելու են մասնակիցների ուրեմն զեկուցումները։ Ինչպես նաև 25-ին տեղի ունենալու Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը նախարարի հետ, պետք է ասել, որ նախարարության 5-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահ բարձր գնահատեց նախարարության գործունեությունը եւ կարեւորեց համահայկական կառույցների հետ նախարարության համագործակցությունը եւ հետագա զարգացում այդ համագործակցության։ Շնորհակալություն Տիկին Նևելինա, վստահ եմ, որ մանրամասներ դեռ շատ կան։ Պարոն Պողոսյան, կարող ենք հավելելով այս նոր ջուղայի օրերը հասկանալ ինչպես է սկսվել եւ ինչպես պետք է ավարտվի։ Սկսվել է, ինչպես ասեցի, Աննա Մայլյանի կողմից կազմակերպված իր նախաձեռնությամբ
եւ մեր կողմից համերգով, Կսկսվի որը մի ժամից, կսկսվի մի ժամից, այո, հրավիրում ենք բոլորին եւ ավարտվելու ամսի 24-ին, մայիսի 24-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, այստեղ մի փոքրիկ ներկայացնեմ, լինելու է նախ նոր ջուղայի ներկան եւ անցյալի եւ ներկայի խաչմերուկներում ցուցահանդես, որտեղ մտածել ենք ցուցադրել նոր ջուղայի վերաբերյալ ամեն ինչ գրեթե, կենցաղային իրեր, մատյաններ, ձեռագրեր, տեղի հայտնի ջուղայեցիների, այսինքն ջուղայինցիների, հոգևորականների կենսագրությունները, արխիվային նյութերը եւ այդ ամենին զուգահեռ նաեւ նոր ջուղայի լուսանկարներ ավելի մեծ լայնաֆորմատ ձևով դա լինելու է Ճեմասրահում, Առնո Բաբաջանյան համերգասրահի, իսկ ժամը 19:00-ին կսկսվի համերգ, որտեղ մասնակցելու են Նոր ջուղայի Կոմիտասի երգչախումբը եւ Արմեն Ամիրխանյանի ղեկավարությամբ, երգչախմբի ղեկավարի եւ Աննա Մարիլյանի մասնակցությամբ։ Դրանով մայիսի 24-ին կփակվեն Նոր ջուղայի օրերը պաշտոնապես։ Մեր հյուրերի շարքում են այստեղ կուզենայի հատկապես նշել Իրանի բոլոր 3 թեմերի, ինչպես գիտենք, Իրանի Իսլամական Հանրապետությունում մենք ունենք 3 թեմ, եկեղեցական թեմ, Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսյան թեմերն են դրանք, Թեհրանի, Ատրպատականի եւ Սպահանի Նոր ջուղայի, լինելու են Սեպու arczepiskopos Սարգսյանը, Թեհրանի թեմի առաջնորդը, Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Շիվչյանը եւ Սպահանի Նոր ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։ Շնորհակալություն, արդեն ավարտելով եթերը եւ ամփոփելով, պարոն Հովհաննիսյան, մենք որքան էլ խոսում ենք հայության եւ հայապահպանության մասին, 17-րդ դարի 30-ականներին Խաչատուր կեսարացու նախաձեռնությամբ Նոր ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաեւ համալսարան, ինչպես նաեւ 1833-ին ազգային կենտրոնական դպրոցը Նոր ջուղայի։ Այս կենտրոնները մշակութային եւ կրթական արդյոք պահպանվել են, շարունակում են իրենց գործունեությունը եւ Արարատ միությունը ինքն իր ուժով չի թույլատրել արդյոք Հոմեյնի հեղափոխությունից հետո։ Ընդհանրապես այն հոգևոր դպրանոցից ցավոք սրտի չի աշխատում, վաղուց ի վեր չի աշխատում։ Կենտրոնական դպրոցը 1932-3 թվականից արդեն պետականացվել է, այնտեղ պետական ծրագրով են դպրոցի կրթական աճը ապահովում, որով բավական թուլացել է հայ լեզուն, նաև կարող եմ ասեմ դրա փոխարեն ժամանակին եղել է գիշերային դպրոցներ, որտեղ օգտվելով դպրոցական աշակերտները հայերեն լեզուն ճանաչել են ավելի ուժեղացնել իրանց մոտ, բայց եւ այնպես անկումը ակնհայտ է Նոր ջուղայում եւ մշակութային եւ տարբեր ոլորտներում անկումը ակնհայտ է։ Քանակը բավական պակսել է, 8000 բնակչությունը հիմա հաշվում է շուրջ 2,5-3,000 եւ սա աստում է ընդհանրապես բոլոր ոլորտների զարգացման մեջ։ Ուրեմն բրավո այն բոլոր իրանահայերին, այն բոլոր հայերին, ովքեր ապրելով օտար հողում կարողանում են պահպանել մեր մշակույթը։ Շնորհակալություն բոլորիդ, ժամանակը վաղուց սպառվել է, ավարտելով այսօրվա եթերը ուզում եմ միայն ասել մի բան։ Նոր ջուղայի օրերը այսօր կլինեն, կանցնեն կգնան, բայց մշակութային արժեքները ամենօրյա հիշողության կարիք ունեն։ Եվ որպեսզի չլինի վաղը կամ մյուս օրվա լավաշի մասին մեր կռիվը միջտարածքային, պետք է այսօրվանից հաստատենք մեր ունեցվածքը եւ հասկանանք արդյոք մենք կարողանում ենք պահպանել այդ մշակութային արժեքները, թե ոչ։ Թող գլոբալիզացիայի փոշին չնստի ազգայինի ու ազգային մշակույթի վրա, այլ թող դրանք լինեն միշտ բարձր եւ տեսանելի ամբողջ աշխարհին։ Կհանդիպենք, եղեք ուշադիր։